Դեր ոչ մեկ բան գրնա թիմանալ քո անունից զորության եւ մեծության։ Երկու խոսքդ կսե, որ դու խոնարեցար, դեպի դու Աստված ես։ Դու մարդկային դգար բնությունը քո վրա առնելով մեզի նման եղար։ Եվ որովհետև դու խոնարեցար, Հայր Աստված քեզ բարձրացուց ամենաբարձր անունը դալով, որ վեր է ամեն անուն է եւ իշխանութեն է, որբեսի քո անունիդ արչեւ ձունգի կա ամեն իշխանություն, ոգեղեն աշխարհի եւ մարմնեղեն աշխարհի։ Երկու արչեւդ կխոնարի ամեն զորություն, ամեն հիվանդություն, ամեն դգարություն, կքանթվի ամեն թիվային կորց, գլուծվի եւ կբժշկվի ամեն հարց, կբժշկվի ամեն վերք, կնորոգվի ամեն սիրտ, կհաստատվի ամեն հոգի։ Տեր Հիսուս, այսօր ես քո փառավոր ներկայությունդ կհրճագեմ քո խոսքիդ զորությամբ։ Եվ այսօր մեծ ակնկալությամբ կան քո արչեւդ գիտնալով, որ քո խոսքիդ մեջ դու գաբրիս, եւ քո խոսքը միայն խոսք չէ, այլ զորություն է։ Քո խոսքը միայն խոսք չէ, այլ կյանք փոխող, կյանք դվող զորություն է։ Եվ մենք այդ մեկը կճանչնանք, այդ մեկը կընդունենք, այդ մեկը գաբրինք Հիսուսի անունին զորությամբ, փառավորվե Տեր մեր կյանքերում մեջ։ Ամեն։ Համեցեք, you may be seated. Այսօր ցեզի պիտի խոսիմ Սուրբ Հոգին արդակին նշաններու մասին, դրսևորումին մասին. I'm going to talk about the outward expression of the Holy Spirit. Սուրբ Հոգիը որ գսեմ անչուշտ գիտեմ եւ բոլորս գիտենք որ չեմ խոսիր զորության մասին, կխոսիմ անձին մասին, կխոսիմ Աստուծո անձին մասին. I'm talking about the person of God. Եվ Սուրբ Հոգին իբրև անձ մեր կյանքի մեջ գտնվելով արդահայտություններ ունի. Ինքզինքը գահայտնե աշխարհին, he reveals himself to the world, մեր կյանքերուն միջոցով։ Իր քահագտնե մեր կյանքին մեջ, իր ներկայությունը կհաստատե մեր կյանքերուն մեջ եւ անդեղեն իր նշաններով գերևնա աշխարհին։ Չէ՞։ Եթե նայես առաջին եկեղեցին, ուր որ սկսավ բզդիկ սենյակ մներ, չէ՞, ուր որ աղոթքով հավաքված էին։ Եվ Պենտեկոստեն որ բադահեցավ, դուրսի նշաններ եղան։ They were external signs, outward signs. Եվ այդ նշանները վկայեցին, հայտնեցին Աստուծո կորձին մասին, Սուրբ Հոգիին ներկայության մասին եւ քրքրեցին փապակը, they triggered others to want the same thing. Այսինքն քրքրեցին փապակը օդարներուն, որովհետեւ հարց տան եւ շատեր փապակին, շատեր ապաշխարեն, շատեր ունենան ինչ որ առաքյալներ կունենային։ Բայց գուզեմ քեզի նախ եւ առաջսել Եվ գարտալ երկրորդ Դիմոթեոս 1, 6 եւ 7 համարները 2 Timothy 1, 6 and 7. For this reason I remind you to fan into flame the gift of God which is in you through the laying on of my hands. Գհուշե Դիմոթեոսին, որ իր կյանքի մեջ փոցավար բայ այն շնորհքը, նվերը, բարգևը, որ Աստված իր կյանքի մեջ դրավ, ցերկ տրվելով։ Եվ որ Բողոս իր վրան ցերկ դրավ. For the Spirit of God The Spirit God gave us does not make us timid, but gives us power, love, and self-discipline. Աստված մեզ չդվավ հոգիմը վախնալու, այլ դվավ հոգիմը զորության, սիրո եւ սկաստության, սկաստ կյանքի։ Եվ նաեւ այս սկաստ կնշանակե self-control, ինքնազսպումի, ինքնագարավարման։ Այսինքն որ անձը սանցարցակ առանց կոնտրոլի, մեկը չլա որ իր կյանքը գաբրի իր մարմինին համացայն, իր ուզածին համացայն, այլ լա մեկը որ գարնե Աստուծո դվածը receives from God եւ գնե կարող է անելու ինչ որ Աստված գուզե իր մե։ Okay? Եվ գուզեմ հիշեցնել այս համարը չենք կնար միան առնել առանցին, հիշենք թե այս նամակը որուն կգրե եւ ինչու կգրե։ Դիմոթեոսին կգրե իր հոգեվոր զավակին, որուն գսե, որ գուզեմ ես որ փանդի մեջն եմ Քրիստոսի համար այս կան չարչարանք կգրեմ, I who suffer so much for the gospel գսե չեմ ուզեր փնավ երբեք, թուն ամճնաս Բագաս մնաս խոսելեն։ Իրեն գսե թուն դարաբե Աստվածաշունչին համար, ինչպես ես գնեմ այդ մեկը, եւ ոչ թե որովհետեւ հաջույք կա դարաբանքի մեջ, այլ ասել գուզե Սուրբ Հոգին ունենալ նաեւ կնշանակե զորության կյանքը ապրիլ, live a life of power, որ Սուրբ Հոգին մեզ գուդա
մեզի գուտա զորացնելու դժվարության դիմաց, հալածանքին դիմաց, հիվանդության դիմաց, բայց մանավանդ խոսելու համար Աստծո մասին, դրսևորելու համար Աստծո ըրածը, to express the work of God։ Եվ գսե համարձակ եղիր քարոզելու, be bold in preaching, եւ նայե գսե մանավանդ գսե հավատարիմ եղիր բահելու այն ինչ որ ես քեզի վստահեցա եւ սորվեցուցի։ Ուրեմն Սուրբ Հոգին քո մեջ ինչ կնե, ավանդ մգա, there is a heritage, there is an inheritance, որ Սուրբ Հոգին քեզի գուտա բահելու հավատարմորեն guard բարը գործած, այսինքն բահելու, եւ Հիսուս իրականության մեջ նույն ցևով եկեղեցին հանցնեց, ըսավ ես պիտի երթամ, լավ է որ երթամ, որովհետեւ գվստահեր որ եկողը Սուրբ Հոգին պիտի անե նույն բանը, the Holy Spirit would do the same thing that Jesus did, որ Հիսուս ըրավ, եւ ըսավ ցեզի պիտի հուշե այն խոսքերը, որ ես ցեզի կխոսիմ, միշտ պիտի հիշեցնե, եւ Սուրբ Հոգին ինքն իր մե պիտի չաշխատի առանցին, Սուրբ Հոգին պիտի աշխատի խոսքին միջոցով։ The Holy Spirit will work through the work of God։ Անցյալ երկու շաբաթ առաջ խոսեցանք Սելովամի աղբյուրի մասին, չէ՞։ Ասենք Հիսուս ղրգեց գույր մարդը եւ այդ աղբյուրը որ կնշանակի ղրգված։ Jesus sent this blind man to the pool called Siloam, which means sent։ Եվ Հիսուս որ ղրգված էր հորմեն, ղրգեց մեկը խոսքով եւ այդ մարդը կնաց խոսքին հնազանդելով դեղմը ուր որ ճուրը լվաց իր աչքերը եւ ինքը բժշկվեցավ, չէ՞։ Եվ քեղեցիկի ինչ է, բացատրեցինք որ Սուրբ Հոգին, որ ճուրին օրինագով գրնանք առնել, Սուրբ Հոգին գուկա լվալու, զորացնելու, մաքրելու, սրբելու այն անձը, որ խոսքին հնազանդ կլա։ Հիսուս խոսքը ըսավ գույր մարդուն քնա հոն Այս մարդը հնազանդեցավ Աստծո խոսքին եւ դու կհնազանդես Աստծո խոսքին, you're obedient to the word of God, քնած աղբյուրը ոչ թե ասավաս ինչ խնդություն է, քնած աչքերու վրա թուք եւ հող, քնած աղբյուրը, քնած եւ հոն լված եւ Սուրբ Հոգին հրավ այդ կորձը, որ գլակու ցանկիտ մեջ, երբ որ դու Աստծո կհնազանդես։ When you're obedient to God, you will see the Holy Spirit at work։ Շատ բարձ թվապանություն է։ Շատ Սուրբ Հոգին չի դժվարացներ։ Մեր աղաչելը, մեր աղոթելը չէ, որ Սուրբ Հոգին հրաշքներ կբերի։ Մեր հնազանդությունը եւ հավատքն է։ Ուզեմ այս մեկը լավ ասել։ Մեր աղաչելը եւ մեր աղոթքներուն դեսագը չէ, որ Սուրբ Հոգին հրաշքը կբերի։ Miracles do not come by long prayers or supplication։ Հրաշքը miracle happens in obedience and faith։ Շատ բարձ թվապանություն մը ասում է։ Երբ որ խոսքը գառնեմ սրտիս մեջ, վստահությամբ, կհավատամ ադոր, եւ ադոր համացան գագնգալեմ, I expect accordingly, գսհանտիբիմ ես Աստուծո փափակին։ Որովհետեւ Աստված արդեն որոշած է դալ, Աստված արդեն ղրգեց իր որդին, որբեսի ես բժշկվիմ, որբեսի ես կյանք ունենամ։ Ես եկա որ կյանք դամ եւ կյանք ավելիով գսե, չէ՞։ I came to give life and life more abundantly։ Ուրեմն Հիսուս համոզվելու պետք չունի, he doesn't need convincing։ Որ կյանք դա, չէ՞։ Հիսուս պետք ունի մեգումը, որ իր սիրտը դրամատրե իրեն եւ հավատքով իրեն մոդենա, հնազանդությամբ եւ հավատքով եւ հանդիպի այդ աղբյուրին, որ Աստված արդեն ղրգած է, պես Սելովամի բادمությունը զինք ղրգված ճուրը, որ եկած է կյանքս նորոգելու։ Ամեն։ Ես պետք չունիմ Աստծո խոսքին ասելու, որ ինչ պետք է անե։ Խոսքը ղրգվեցավ, որ կյանքս բժշկե։ Ես պետք ունիմ խոսքը առանց կասկածի ընդունելու, վստահությամբ ընդունելու եւ հանձնվելու։ I need to receive and believe in obedience։ Ամեն։ Ուրեմն գուզեմ ցեզ իսել առաջին գեդը, որ գուզեմ Սուրբ Հոգին մասին խոսիլ։ Գիտեք վերջերս սիրտիս վրա ունեի, որ միշտ խոսիմ ցեզի Աստծո սիրտը ժողովրդին համար, the heart of God for the people։ Եվ հիմա որ Հիսուս ֆիզիկապես ոչ չէ, աշակերտներուն ասավ, չէ, Հովանես 16-ի մեջ լավ է որ ես երթամ։ It is good for you that I go։ Որև եթե ես երթամ, եթե ես չերթամ, մխիթարիչը պիտի չկա, the counselor would not come։ Բայց եթե ես երթամ, պիտի ղրգեմ մխիթարիչս էզի, հայրը պիտի ղրգե Սուրբ Հոգին եւ ինքն ծեր մեջ պիտի բնակի։ Ուրեմն Հիսուս կվստահի, որ պիտի չփոխվի հավատացյալին վիճակը եւ որ Հիսուս ֆիզիկապես երթա, նույնիսկ ավելի լավ պիտի ելա գսեք, ավելի քեշ պիտի չլա, որովհետեւ Հիսուս գիտե, որ շարունակությունը պիտի ելա։ Եվ ուրեմն Սուրբ Հոգին այսօր, այս բոլորը գսեմ, որովհետեւ ասեմ Սուրբ Հոգին այսօր
Գշարունակե քեզի ցույց տալ Աստծո սիրտը։ The Holy Spirit continues to reveal to you the person of God, the face of God. Ուրեմն առաջին բանը որ գհանդիպիս փրկությանդ մեջ զորությունն է։ Զորություն ինչի։ Այ Աստծո սիրուն գհանդիպիս, կսկաս որ Աստված քեզի գսիրե, եւ գուկաս իրեն որովհետեւ կսկաս որ Աստված քեզ գսիրե։ Բայց հազիվ այդ ցանկի մեջ կմտնես Սուրբ Հոգին զորության գհանդիպիս, you encounter the power of the Holy Spirit, որ գուկա քեզ սրբակորձելու, զորացնելու, որովհետեւ դու ապրիս այն ցանկը, որ Աստված քեզի խոստացա։ The Holy Spirit empowers you to live the life God called you to live. Ուրեմն գուզեմ ցեզի նախ եւ առաջ գարտալ Հռոմայեցիս 8-ը 11-13 Romans 8:11-13 Այսինքն եթե Աստուծո հոգին ցեր մեջ կփնագի Աստված որ Հիսուս Քրիստոսը մերելներեն հարուցանեց իր հոգին միջոցով որ ցեր մեջ կփնագի բիդի գենտանացնե նաեւ ցեր մահկանացու մարմինները. And if the spirit of him who raised Jesus from the dead is living in you, he who raised Christ from the dead will also give life to your mortal bodies because of his spirit who lives in you. Ուրեմն շատ հավասար գշիր մգտնե, չափ մգտնե, որ եթե Սուրբ Հոգին աշխատեցավ մահվան թեմ, if the spirit conquered death, Հիսուսի կյանքին մեջ եւ մերելներեն հանեց եւ նույն հոգին քու կյանքիդ մեջ գա, այդ նույն զորությունը, the same power, որ մահեն Հիսուս կյանքի գոչեց, նույն զորությունը, նույն Սուրբ Հոգին, նույն չափով, նույն փափակով գաշխատի իմ կյանքիս մեջ։ Ինչու ես պիտի ապրեմ խեղճ? Why would I live a defeated life? A defeated life would mean I don't trust the Holy Spirit or I don't know the Holy Spirit. Սուրբ Հոգին բագասութենեն չէ որ հրաշք չլար։ Սուրբ Հոգին եթե ունիս։ Եթե Հիսուսը ընդունեցիր, Սուրբ Հոգին ունիս։ Ոչ քիչ չափով, ոչ շատ չափով, Սուրբ Հոգին ունիս։ Լեցվեցար Սուրբ Հոգիով։ Չէ՞։ Որովհետև երբ որ Հիսուս կընդունի, Սուրբ Հոգին կընդունիս։ Բայց ինչ է դարբերությունը, որ մեկը կդեսնի հրաշք, մեկը գաբրի ուրախություն, մեկը գաբրի զորություն, մյուսը չաբրիր։ What's the difference between believers? Ամեն մարդ չէ որ գվայելի Սուրբ Հոգին զորությունը։ Ակնկալության բادմություն գահոս, ակնկալություն expectation։ Ինչքան գջանչնանք խոսքը, ինչքան գվստահենք խոսքին, որ եկած է ասելու որ Սուրբ Հոգին մահվան հաղթեց, Սուրբ Հոգին իմ կյանքիս մեջ գաբրի, եւ ես Սուրբ Հոգիով լեցված եմ։ Ամեն։ Շարունակելով Therefore, brothers and sisters, we have an obligation, but it is not to the flesh to live according to it. For if you live according to the flesh, you will die. But if by the Spirit you put to death the misdeeds of the body, you will live. Հետևաբար եղբայրներ պետք չէ ապրենք մեր մարմինին համար եւ մարմնավոր գերբով, որովհետեւ եթե մարմնավորապես ապրենք բիդի մեռնենք, ոչ թե գրնալալ մեռնենք, եւ ոսկե խոսի հավատացյալ մարդոց. Նորեն, this letter is addressed to believers, not unbelievers. Եթե հավատացյալը ապրի մարմինին ցևով, իր կյանքին եւ մարմինի մեջ մահը պիտի դեսնի։ Պիտի դեսնի դեր որ ինք միշտ կբարդվի, միշտ կգոդրվի, բայց նաեւ ինչ կսե քեզի։ Չուզեր քեզի վախցնել, ոսկուզե նաեւ քեզի հույսը դալ, թե ինչ կրնաս ունենալ, գսե։ Իսկ եթե հոգին օգնությամբ, հոգին զորությամբ ծեր մեղքերը սպաննեք, պիտի ապրիք։ Ուրեմն քեզի չսե որ մեղքերդ սպաննե, հաղթե դգարությանդ, գսե, եթե դու հոգին զորությամբ ապրիս, եթե դու հոգին վստահելով ապրիս, հոգին օգնությունը պիտի ունենաս, որ դու հաղթես դգարությանդ։ Okay? Մենք ես երկար ժամանակ, երկար դարներ աղոթեցի այսով, որ դեր գամքս սորացուր, give me a stronger will։ Ինչեւ որ անցյալ տարի խոսեինք բադվելիներ եւ ինձ գսեր որ այդպես չէ, որ գամքդ կզորանա կամ կդգարանա։ It's not that your will gets stronger or weaker։ Ֆիլիպեցիս 2:13 մեզ գսե Աստված իր հոգիով մեր մեջ գներկորձե։ He works within us, որբեսի մենք գարենանք իր գամքը հաջողաբես կատարել եւ ուզել։ So the work of the Holy Spirit in me is that I am able and willing to do God's will։ Ուրեմն իմ գամքս չէ, իմ հնազանդությունս է, իմ վստահությունս է, իմ հավատքս է, որ ինձ կարող կդարձնե, ոչ իմ գամքից զորավոր ըլալը կամ դգար ըլալը։ Շատ մարդիկ իրեն, որոնք դարիներով addicted եղած են, ըլա դրագզի, ըլա սիգարետի, ծխախոտի, բայց երբ որ Հիսուս եկավ, այսպես թողեցին։ Կամ մարդիկ, որոնք ալկոհոլ կխմեին շատ, այսպես կրծան, ինչպես դարիներով չէին կրծած, ինչպես կրծան, հանդիպում եղավ։ It was an encounter, alignment, համացայնություն եղավ, խոսքին եւ իր սրտի միջեւ, անմիջապես իր կյանքեն դուրս գնաց, ինչ որ զորությամբ գաշխատեր իր կյանքին թեմ, չէ՞։ Ուրեմն թշնամին ուժը կգոդրվի իմ կյանքիս մեջ,
եւ որ ես Սուրբ Հոգին հնազանդությամբ կմոտենամ։ Գուզեմ ցեզի այստեղ ասել, որ ամեն անգամ որ զորություն բառը գտեսնես Սուրբ Հոգիի մասին խոսելով, whenever you see the word power in relation to the Holy Spirit, բառը որ գործածվի դունամի բառն է, որ կնշանակե հրաշագործ զորություն, miraculous power։ Ըստ կսե առաջին Կորինթացիս 4:20, for the kingdom of God is not a matter of talk but of power։ Աստծո թագավորությունը խոսքի մասին չէ, այլ զորության մասին է։ Որո՞ն զորությունը։ Ինչ զորություն։ Օդին զորությունը չէ, Սուրբ Հոգին զորությունը, որ գաշխատի հանձնված հավատացյալին մեջ։ Գեղեցիկ բանը ինչ է, ամենազորավորը ըլլալով աշխարհին եւ դիեզերքին Սուրբ Հոգին իր զորությունը քու վրա չի կործածեր։ The Holy Spirit never uses his power on you. He uses his power within you and through you. Սուրբ Հոգին իր զորությունը չի կործածեր քու գամքդ գոդրելու։ Սուրբ Հոգին իր զորությունը կգործածե հանձնված սիրտին մեջ, որբեսի այդ անձը ընե Հիսուսի կործերը։ Եթե գուզեմ լավ հասկանաս, ամենազորավորը ըլլալով հանդերձ Սուրբ Հոգին չի կործածեր իր ուժը քու թեմդ, քու գամքետ անգախ, քու սիրտդ փոխելու։ He never uses his power to change you against your will. He will use his power through you in a heart that receives him. Amen. Ուրեմն գուզեմ միասին նայենք նաև Պողոս Արաքյալ գխոսի Հռոմայացիս 15-ին մեջ, Romans 15, գխոսի թե ինչպես վկայությունը, ինչպես թագավորության կորձը զորությամբ կլա։ The work of the kingdom is through power. Եվ եկեղեցին պետք չէ բարձաբես դառնա խոսող եկեղեցի, քարոզող եկեղեցի։ Ես հիմա որ քեզի կքարոզեմ, ես իմ բادرազմ ունեմ։ When I preach to you, I have my own battle. Ինչ կան պիտի վստահեմ ես իմ խոսածս Աստծո խոսքը պիտի լա քեզի, եւ թե Աստծո խոսքը պիտի փոխեք ու կյանքդ։ Կամ ինչ կան պիտի չվստահեմ։ Դու եւ որ պիտի խոսիս քու դրացիդ, քու զավագիդ, քու բարեկամիդ, ինչ կան կվստահիս, որ դու թակավորության կորձը գնես, եւ քու խոսածիդ մեջ, քու ըրածիդ մեջ Աստված պիտի շարժի։ How much do you expect for God to move through your works? Ուրեմն նայեցեք Գարտանք միասին 15:17-19 15-17 մի գարտամ Therefore I glory in Christ Jesus in my service to God. I will not venture to speak of anything except what Christ has accomplished through me in leading the Gentiles to obey God by what I have said and done. Թեպետ իրավունք ունիմ բարձենալու Հիսուսի անունով այն վաստակին համար որ ունիմ Աստուծոքով, բայց պիտի չհամարձակիմ ուրիշ բան հիշել, եթե ոչ միայն այն, ինչ որ Քրիստոս իմ միջոցավս կատարեց, հեթանոսները Աստուծո հնազանդեցնելու համար խոսքով թե գործով, զորավոր նշաններով եւ հրաշքներով Սուրբ Հոգին զորությամբ, by the power and sign and wonders through the power of the Spirit of God. So from Jerusalem all the way to Illyricum I have fully proclaimed the gospel of Christ. Երեք խոսենք ասի հովիվներու ժողովին, բադվելին մեզի հիշեցներ, որ չես կնար միայն Աստվածաշունչը քարոզել առանց ակնկալելու, որ հրաշք կլա. You cannot preach the gospel without expecting tangible signs of power and life change. Պողոս Արաքյալ գսե, ես ամբողջությամբ քարոզեցի Սուրբ Գիրքը, ամբողջությամբ ասելով կհասկանա հրաշքներով եւ նշաններով եւ զորությամբ։ Ամբողջությամբ քարոզել, fully proclaim, կնշանակե հրաշքներով, նշաններով եւ զորությամբ։ Ուրեմն Սուրբ Հոգին քո կյանքիդ մեջ չի եկած դուն խաղալու եկած է Սուրբ Հոգին քո կյանքիդ մեջ զորություն տնելու առաջինը որբեսի դու փրկության կյանքը գարենաս ապրիլ first place for you to live the life of salvation այսինքն մեղքին հաղթելով հնազանդությամբ գարենաս ապրիլ մահվան կորձերեն ազատիլ առաջին դեղը երկրորդ դեղը որբեսի դու գարենաս թակավորության կորձը անել for you to do the work of the kingdom զորությամբ Սուրբ Հոգին զորությամբ ամեն Անոմար Պողոս կսե, ես կնամ հբարդանալ շատ բաներով, բայց միան պիտի հբարդանամ այն բանով, որ Հիսուս ինձմով ինչ կրնա անել, ոչ թե որովհետև ես մեծ մեկն եմ, բայց որովհետև ինչ կան մեծ է Սուրբ Հոգին, որի մեջ ես կապրի։ Կորինթացիներուն կգրե in the book of Corinthians, իրենց կսե, եւ որ ես ցերկով եկա, վախ եւ թողի մեջ էի, I was in fear and trembling when I came to you կսե։ Եվ որոշեցի զորավոր խոսքերով ցեզ ես չի խոսիր խելացի խոսքերով I chose not to preach to you with eloquent speech or smart speech Գսե միայն խոսեցա ինչ որ հոգին ինձի խոսիլ գուդար միայն խոսքը խոսեցա որովհետև գիտեմ այդ խոսքերուն մեջ զորություն կա որովհետեւ ցեր դուք որ գլսեք ինձի ցեր ցանկին մեջ խելացի խոսքերով չի շինվիկ այլ Սուրբ Հոգին զորությամբ ցեզի այս մեկը ասեմ
My message and preaching were not with wise and persuasive words, but with a demonstration of the Spirit's power, so that your faith might not rest on human wisdom, but on God's power. Չեմ ուզեր որ ծեր հավատքը դուք որ գլսեք, չեմ ուզեր ծեր հավատքը հիմնվի մարդկային խելացի խոսքերու վրա, այլ Աստուծո կորձոն զորության վրա։ Աստուծո կորձող, աշխատող, իրական, հբելի զորության վրա։ Ուրեմն եթե Բողոս այսպես կխոսեր, գիտեք Բողոս որուն կխոսեր, եւ որ Բողոս երգիր մը գերտար, քաղաք մը գերտար, ինչքան ջնշում ուներ, ինչքան բան իր թեմ գերտային։ Եվ որ Բողոս Երուսաղեմ մի գերտար, եկեղեցին աղոթեց եւ քիծավ, որ իրեն մի չարչարան կլա։ When he was going to go to Jerusalem, the church found out through prophecy that he would suffer. Եվ եկան Բողոսին ասել որ նայ մեղքես, մի երթար, Աստված քեզ համար ավելի լավ բաներ ունի։ Մի երթար, մենք չենք ուզեր երթաս, գուլային գաղաչեին, don't go։ Եվ Բողոսը ասավ, չեք կարծեր որ ցերքիցածը ես ալ գիտեմ։ Աստված ինձ իալ խոսեցավ, բայց ես պիտի երթամ, ասոր համար գրգած ինձ Աստված։ Եվ որ Հիսուսի թիմած փանակ եկավ Հիսուսը ցերպակալելու when they came to take Jesus and to jail and to court. Եվ եկան աշակերտները մեկը ագան չգդրեց զինվորին Հիսուս ինչ ասավ չես կարծեր որ ես կրնամ իմ հոր մեզ ուզել որ հրեշտակներու խումբ խրգեի You don't think that I can ask for an army to come Բայց ես ճիշտ այս ժամուն համար եկա Ուրեմն Սուրբ Հոգին զորությունը նաև գաշխարի մանավանդ գաշխարի Սուրբ Հոգին վստահելով ներգա վիճակին մեջ եւ որ դու փորձության դիմացես փորձանքի դիմացես կամ փորձության persecution or temptation Սուրբ Հոգին զորությունը հոն քեզի կսպասե որ քու կյանքիդ մեջ են հաղթե ադոր Չես կարծեր որ ճիշտ այս ժամվան համար եկած եմ գսե Հիսուս Եվ իրեն համար թույրին չեղավ բայց ինքը հասկացած էր որ այդ վիճակը որու մեջն է the state he was in հոն Սուրբ Հոգին զորությունը կրնա աշխարհել Եվ որ Բողոս գիտեր որ պիտի խոսեր մարդոց կամ Երուսաղեմ պիտի երթար կամ ուրիշ դեղը պիտի երթար կարոզելու գիտեր որ ինչքան ալ մեծ լա դժվարությունը եւ այդ ժամանակ դժվարությունը գիտեք ինչ էր ասես Եդևեն խոսիլ չէր քար նեդել էր ադեմը Բողոսին գիչեցնեն բարիսպեն վար քարով գզարնեն եւ մերադիվես կցկեն կթողնեն իրեն մինչեւ ժողովուրդը քիշերը իրեն դուրս կանե այսինքն գազադեն բայց ասել գուզեմ որ Բողոսին ժամանակ այսպես Եդևեն խոսելով չէր հալածանքը persecution was very physical եւ ինքը այդ վախը ունենալով հանդերձ նորեն գրնար երթալ որտեղ իր մեջը Սուրբ Հոգին զորությունը գաբրեր Գուզեմ երկրորդ բանը քեզ ասել երկրորդ Կորինթացիսեն երկրորդ նշան ոչ թե երկրորդ նշանը բայց ընդհանրապես Սուրբ Հոգին բդուղները կամ նշանները մեր կյանքի մեջ շատ հայտնի ցևով գլան բայց գիտենք որ Սուրբ Գիրքը մեզի գսե որ 9 բդուղները կան Սուրբ Հոգին there are 9 gifts of the Holy Spirit Եթե պիտի խոսենք Սուրբ Հոգին բդուղներու մասին չի վերջանար 10 քարոզ չի պավեր որ խոսենք Բայց Սուրբ Հոգին նշաններու մասին եթե պիտի խոսենք այսօր քանի մհատ ընդրեցի որ ցեզի խոսիմ նշաններու մասին որ ով որ Սուրբ Հոգիով գաբրի իր կյանքի մեջ ինչպիսի նշաններ կան what kind of evidence there is in the life of one who lives by the Spirit Աստվածաշունչը մեզի հիշեցնե երկրորդ Կորինթացիս 3:3-ի մեջ ամբողջ գլուխը գտնակ գարտալ դունը հիշեցնե որ Մովսեսին դրված օրենքը when God gave the law to Moses օրենք մներ որ մահվան կդաներ վերջավորության որտեվ մարդիկ չէին գնար օրենքը գադարելաբեսնել The law that was given people could not do it fully because they were not perfect people Կսե այդ ժամանակ օրենքը որ մահվան կդաներ եւ մարդիկ եւ Մովսես եւ որ այդ օրենքը արավ եւ որ ժողովուրդին կնաց երեսը կփայլեր այն աստիճան որ մարդիկ երեսին չէին գնար նայել ինչքան ավելի մեծ փառք կա how much of a greater glory there is in the life of those who have the Holy Spirit. Որտեղ Մովսես չուներ ինչ որ տուն ունիս, Մովսես չուներ այդ իրավունքները որ տուն ունիս, Մովսես չէր գնար Աստծո երեսը տեսնել, իրավունք չուներ, որտեղ Սուրբ Հոգին թեր չէր եկած։ Գսե տուն գսե, որ Սուրբ Հոգին ունիս, քու ցանկիդ մեջ գսե, ուր որ Հոգին գա, wherever the Spirit is there is freedom. Ուր որ Հոգին գա հոն խաղաղություն գա։ Եվ վերջի գսե մենք որ Հիսուսի երեսը գարդացոլացնենք հայլիի պես հետս հետե աջող փառքով գփոխագրբվենք we are transformed into his image with ever increasing glory which comes from the Lord who is the Spirit ուրեմն պետք է որ դու ցանկիդ մեջ ակնկալես որ դու բնավ նույնը չի մնաս բնավ նույնը մի մնար Սուրբ Հոգին չի կար որբեսի մեգումը նույն դեղը ցկե Սուրբ Հոգին գուկա որբեսի քու ցանկդ Հիսուսի նմանությամբ փոխագրբե
Եվ որ Աստվածաշունչը մեզ գսե որ դու Հիսուսի պատկերը ունես, դու Հիսուսի պատկերով շինված ես, ճիշտ է, բայց մարդիկա որոնք ավելի այսօր կհայտնեն Հիսուսի մասին, իսկ մարդիկա որ ոչ, երկուքը նույն պատկերով շինված են։ Նույն ըստորոքելիներ ունեն, այսինքն they have the same ingredients, the same attributes. Okay? But not everybody reflects those attributes. Երկուքն ալ գնան փրկված լան, մեկը փրկվի եւ հոն շարե իրոտոն, գենահոն, մեկը գնա փրկվի եւ վազե Հիսուսի համար։ Երկուքն ալ փրկության կյանքի մեջն են, այս մեկը չաջիր իր հավատքի կյանքի մեջ, այս մեկը հետ է աջող парքովը Հիսուսի նմանությամբ կփոխագերբվի, he is transformed into the image of God, ամեն օր եւ աշխարհին կհայտնե Հիսուսի парքը։ Եթե Մովսես որ ճուներ ասմեգը եւ որ դարձավ ժողովրդին, ժողովուրդը իր երեսը ծածկեց, որ չէին գնար նայել Մովսեսին, չէ՞։ Չէին գնար նայել Մովսեսին, որովհետեւ Աստծո парքը գար իր վրան։ Տունալ քու կյանքին մեջ ինչքան ավելիով քու շրջապատիդ մեջ in your environment, in your atmosphere, գնան մարդիկ տեսնել թե տուն Աստծո զավակ ես։ Շատ հստակ պետք է լա։ Եթե մարդիկ չեն գիտեր, հարց մը կա։ Պետք է գիտնաս որ ինչու մարդիկ բնավ լուրջ ունին որ ես հավատացյալ մնեմ։ Դժվար հարցում է։ Մարդիկ որ շուրջը տեն լուր ունին որ տուն ով ես։ Քեզի տեսնելով, քեզի դիտելով, քեզի մոդենալով այդ մարդիկ գիմանան Հիսուսի մասին բանը։ Գահաշտվին Հիսուսի հետ։ Պողոս արաքյալ գսե 2 Corinthians 5, 2 Կորինթացիս 5 Աստված մեզ հաշտեցուց Աստուծո հետ, he reconciled us with Christ, բայց ոչ միայն այդքան։ Մեզի դվավ, ինչ դվավ? Ministry of reconciliation, մեզի դվավ հաշտության բարդականությունը, որ ես ուրիշներն ալ փերեմ հաշտության Քրիստոսի հետ։ Չի բավեր որ ես հաշտվիմ Քրիստոսի հետ, այո, բավե որ ես փրկվիմ։ Բայց գսե ես դրված բարդականություն ունիմ, եւ Պողոս արաքյալ գսե մենք նամակն ենք Աստուծո, we are the open letters of Christ։ Սուրբ Հոգիով գրված։ Այսինքն դու նամակն ես, որ գերտաս, մարդ պետք է գարթա աս նամակը։ Մարդ պետք է գարթա աս նամակը։ Ոչ դարօրինակ ցևերով, բայց իրականությամբ, ըլա քարոզելով, ըլա հրաշներով, ըլա խոսքին քարոզչությամբ կամ ըլա ինչ ցևով որ ըլա։ Բայց Պողոս գսե, երբ որ ես քացի, քարոզեցի, I fully proclaimed the gospel, այսինքն ամբողջությամբ գադարեցի կորձը, այսինքն Սուրբ Հոգին զորությամբ։ Չի գնար, գուզեմ այս մեկը հստակն էլ ծեր մեջ։ Պետք չէ մեր կյանքը ապրենք խոսքը ունենալով իբրև խոսք միայն։ Խոսքը պետք է լա այդ խոսքը, որ իր մեջ ունի ամեն ինչ, ամբողջ զորությունը, all the power, որում պետք ունիմ ես այս կյանքին մեջ Հիսուսի կորձնելու։ Եվ աշխարհը պետք է ճանչնա եւ տեսնե այդ մեկը։ Ամեն։ Okay։ Ուրեմն ուրիշ գետ որ շատ կարեւոր է եւ աստոր մեզ շատ գանցնենք բոլորս ալ դարբեր ծևերով Հիսուսի մեջ գտնել մեր խաղաղությունը։ Find comfort in him։ Գուզեմ ցեզի այս մեկը ասել որ ասի Սուրբ Հոգին ճաշտոններեն մեկն է որ մեզ սփոփե կամ մեզ comfort ինչ ասեմ մխիթարե։ Գուզեմ ցեզի այս մեկը ասել Հիսուս գսե իրենց ցեզի ճշմարտորեն գսեմ ցեզի համար լավ է որ ես երթամ որովհետև եթե ես չերթամ մխիթարիչը պիտի չկա բայց եթե ես երթամ պիտի գրգեմ զինք ցեզի if I go I will send the advocate to you այս բառը որ հոս կխոսի Parakletos որ գխոսի մխիթարիչի մասին խրադ դվողի մասին counselor եւ նաեւ բարեխոսողի մասին intercessor Ուրիշ եկեղեցիներ կա, որոնք սուրբերուն գաղութեն, որ մենք չենք աղոթեր սուրբերուն, որովհետև կհավատանք ամենամեծ մխիթարիչը Սուրբ Հոգին է։ Եթե ես Սուրբ Հոգին ունիմ, պետք չունիմ Սուրբի աղոթելու, որ մխիթարե ինձ։ Կամ որբեսի իմ փոխարենս Աստուծո խոսի։ Ես պետք ունիմ Սուրբ Հոգին հետ խոսելու եւ վստահելու, չէ՞։ Ուրեմն Հիսուս այս խոսքերը, որ գսե շատ բարձ խոսքեր են, բայց գսե որովհետև գիտե որ ինչ որին գրնար դալ ֆիզիկապես նույնը Սուրբ Հոգին գրնադալ առանց բագաստալու։ Ցեզի համար լավ է որ ես երթամ։ Գնաս երևակել որ Հիսուս որ ամեն ինչ է ալֆան եւ օմեգան կյանքին սկիզբը իրենց գսե որ քեզի համար լավ է որ ես երթամ։ Ինքը գիտե որ մեծ բարաբությունը պիտի լա։ Սուկ պիտի լա morning որ Հիսուս չգա, Հիսուս քնած։
Եվ կսե որ այդ բարաբության մեջ, այդ ցավին մեջ, այդ դգարության մեջ, այդ վախին մեջ Սուրբ Հոգին գրնա շատ կարող է ամբողջությամբ այդ բաժինը կոհացնելու։ Okay? Ուրեմն գուզեմ նաև նայես որ Հիսուս ինք պետք ունեցավ շատ անգամներու մեջ իր հանգիստը գտնելու, իր մխիթարությունը գտնելու Սուրբ Հոգին մեջ։ Հիսուս անգամ որ մարմինով գքալեր, այսինքն ոչ մարմինի մեջ գքալեր, չէ, մարմինով գաբրեր ասկյանքը, երբ որ Հիսուս պիտի չարչարվելու երթար, ամեն ինչ է լուր ուներ։ He knew very well all the prophecies awaiting him։ Երբ որ Ղուկաս 22-ի մեջ ձունգերուն վրա գաղոթե հորը հետ խոսելով, գսե իմ մարմինս չի գրնար ասկավատը խմել, ես չեմ գրնար։ Դժվար է, շատ դժվար է։ Լուր ունի ինչ պիտի լա։ Բայց եթե քու գամ կտե, նորեն հնազանդություն կա, չէ՞։ Եթե քու գամ կտե, ես պիտի ենեմ։ Եվ անմիջապես ինչ կլա իրեն։ Հրեշտակը գուքա եւ զինք կզորացնի։ Հրեշտակը կսպասե Հիսուսին հնազանդության, Հիսուսին հավատարմության, ոչ թե որովհետեւ գասկած գար։ There was no doubt about it. Բայց Հիսուս հնազանդ քու Աստուծո հետ քալելուտ ընթացքին եւ որ գանցնիս այդ ծորեն, when you go through that valley, հոմ բիդի գտնես Աստուծո ներկայությունը։ Գրնաս հոն քանքադիլ, անցյալ շաբաթ խոսեցանք, գրնաս քանքադիլ հոն, you can complain, այդ քանքադը ցույց կտա որ դու չես ներ, դու չես գիտեր, քու հոգը չէ, գցկես որ ես աստեղեն անցնիմ, գամ գրնաս լալ այն մեկը որ ճիշտ այդ վիճակին մեջ կսե, դեր ես գիտեմ այս վիճակին մեջ, դու հաղթած ես, դու հաղթող ես եւ դու պիտի մխիթարես։ You will comfort me։ Եվ գսե այդքան գծավեր, այդքան ցավի մեջ էր որ քրդինքը արյունի գաթիլներով իջավ։ Որ գբացադրեն որ ադի երակներուն բայթելուն հետ գավված է։ This was an explosion of his vessels։ Այսինքն այդքան ցավեգանցներ, angst and anguish եւ ցավ, որ այդ դժվարութենեն անցավ։ Ուրեմն Հիսուս ինքը պետք ուներ երթալու, մխիթարվելու։ Բադմուչունները շատ են Սուրբ Գիրքի մեջ, բոլորը պիտի չբադմենք, բայց բադմուչուներուն մեջ կտեսնես որ Աստված արդոնած է որ մարդիկ անցնին դժվարության մեջ են, բայց դժվարության մեջ անցած ժամանակը ինչպես կհանդիպիս քո Տիրոջը։ Դժվարության ժամանակ ինչ լեզու ունիս։ Ուր կգտնես քո հանգիստը։ Where do you find your comfort? Եթե Հիսուս Սուրբ Հոգին ներկայացուց իբրև մխիթարիչ, if Jesus introduced the Holy Spirit as your comforter, ով է որ քեզ կմխիթարի քո դժվարության մեջ։ Եվ շատ կարևոր հարցում է ինքզինքի դաս, բայց շատ անգամ մենք ցավի ժամանակ գսպաղվինք, we distract ourselves։ Ցավի ժամանակ ուրիշ բանով գսպաղվինք, լավ բան մգնենք, հաջելի դեղ մգերտանք, որ մորնանք։ Բայց ցավը չի մորցվիր, սպիգլա, there will be a scar։ Եվ որ ժամանակը չի բուժեր ցավը, չէ՞։ Ժամանակը միան այսպես սպի մգտնե։ Ամեն անգամ հայելին պիտի նայես, պիտի հիշես, որ աստիգա եղավ իմ մանկությանս մեջ։ Աստիգա եղավ ամուսնությանս մեջ։ Աստիգա եղավ կորձիս մեջ։ Եվ ամեն անգամ որ պիտի նայես, գսես գնալալ որ մորնաս ուրիշ բանով մկոցես տեղը, բայց եթե գուզես բժշկվիլ, մորնալը չէ հարցը։ Եթե գուզես բժշկվիլ, if you want true healing, Սուրբ Հոգին արչև պիտի գաս եւ հանդիպիս իրեն եւ բժշկություն գտնես։ Երբ որ Դավիթ մեղքեն վերջը, գիտեք Դավիթ իր զորավարին գինը կողցավ, չէ՞։ David stole the wife of his general։ Եվ Դավիթ աբաշխարեց Սամոս 51-ը գրեց, Psalm 51։ Եվ որ իմացավ իր սխալի մասին, 17-ի մեջ կսե a broken heart you do not refuse։ Կսե դու գոդրված սիրտը չես մերժեր։ Դու քանի անգամ մեգումը մերնել են վերջը, ասերեք Աստված հոգին լուսավոր է, կամ ասած եք դերը մխիթարեք ես։ Who has said may God comfort you? Չէ՞։ We say it all the time. How much of the time do you actually believe it? How much of the time it's a politeness, right? I'm not blaming you. I say the same thing all the time. Չէ՞, քանի անգամ քաղաքավարությամբ կսես։ Բայց ես կուզեմ քեզի ասել, ամեն ցավի մեջ չէ որ մխիթարություն կգտնես։ Մարդիկ գա արհավերջ forever անմխիթար կմնան, that mourn for a long time։ Ինչ սուկ է, ինչ ցավ է, որու մեջ գրնաս Աստուծո հանդիպել։ What kind of mourning leads to God's encounter or God's healing? Jesus says, blessed are those who mourn because they will be comforted. Օրնյալ են անոնք, որոնք կսկան, որովհետև անոնք պիտի մխիթարվին։ Ինչ սուքի մասին կխոսի հոս։ Անոր համար գադեմ համարներ ասենք հանել եւ այսպես համարը միան խոսիլ։ Ինչ սուքի մասին կխոսի հոս։
Մեկը որ մեկը մերավ եւ ինքը դխուր է ադոր համար, կամ ուրիշ բանի մասին գխոսի։ Ես կհավատամ, որևէ սուքի մեջ գնաս Աստուծո հանդիպի։ Եթե մեկը գործընծնես, այո, նույն Սուրբ Հոգին քեզի պիտի մխիթարի։ If you lose someone, the same Holy Spirit will comfort you. Բայց մանավանդ այստեղ գխոսի անոնք, որոնք կսկան Աստուծո սիրտը գոդրած ըլլալուն համար. Those who mourn, who realize their sinful nature, those who realize they've offended the heart of God, and those who come to God with brokenness. Անոնք, որոնք Աստուծո առջև գուքան մխիթարությամբ. Եթե դու գուզես մխիթարված կյանք մը ապրիլ, if you want to live a life of being comforted by the Holy Spirit, պետք է Աստուծո առջև գոդրվածություն ունենաս, ինչպես Դավիթ. Ինչը սավ Դավիթը ասինք, a broken heart you do not reject. Ես գիշեմ օրին սխալ վիճակ մը գար կյանքիս մեջ եւ գաղութեի Աստուծո եւ գսեի որ այս ցավը մեռնելու չափ ծանր է. I said this pain is very heavy on my heart. Եվ ոնց Սուրբ Հոգին ինձ խոսեցավ ագանչի շատ հստակ լսեցի. Սավ երկու տեսակ ցավ կա. Ցավ կա, որ քեզի կմերցնե, իսկ ցավ կա, որ քեզի Աստուծո կդանի. Եթե դու կմեռնես սխալ բանեմը, if you are dying to the old, if you are dying to sin, if you are dying to something that offends God, դու Աստծո կյանքին կհանդիպես եւ հոն պիտի մխիթարվես. Հոն ուրախության պիտի կաս. Դավիթ հոն շատ ցավեցավ. Շատ ցավեցավ Դավիթ. Զավակն ալ գործընծուց. Ցավեցավ Դավիթ. Բայց Դավիթ Աստուծո առջև որ եկավ իր սիրտը մաքրել են վերջը, Դավիթ կդավ ուրախություն. A broken heart you do not reject. Դավիթ հասկացավ որ Սուրբ Հոգին չգեցած որ զինք թադե, Սուրբ Հոգին եկած էր որ զինք իր մեղքեն դուրս հանե. Անորմալ գուզեմ քեզ ասել որ եւ որ սիրտիդ մեջ խաղաղության բագաս ունիս. If you're in turmoil, անպայման մանավանդ եւ որ Աստծո ցայնը չես լսեր. Specifically if you don't hear God's voice, կնա գեցիր Աստծո առջև. Իրմե լսե. Ես ամեն անգամ որ աղոթեմ եւ փամը չլստեմ կփոխվի, գերտամ եւ գսեմ ինչ է իմ սորվելիքս ասոր մեջ. Ինչ կա որ ես պետք է սորվեմ. Գերտամ Աստծո առջև եւ ժամանակ կանցնեմ. Եվ կսպասեմ որ ինձի խոսի. Եվ շատ անգամ եթե ադեղ հոն սպասես Աստծո, քու ուզած բաները պիտի չլսես, պիտի լսես Աստծո ինչ որ ինք գուզե քու կյանքիդ մեջ, որ ադոր հաղթես տուն։ Բայց Սուրբ Հոգին գուկա հոն քեզի մխիթարելու։ Եվ որ դու Աստծո առջև շիդակ վիճակով գուկա Սուրբ Հոգին պիտի մխիթարե քեզ։ Ուրախություն։ Ըստի մխիթարություն կա եւ ուրախություն ալ կա։ Պողոս Արաքյալ Եփեսացիներու մեջ կսե Do not get drunk on wine which leads to debauchery, instead be filled with the Spirit. Քինիով մի քինովնակ, որ անարագության կդանի, այլ Սուրբ Հոգիով լեցվեցեք։ Ինչու կհամեմատե քինիին։ Երեք Վահանը ինձ կհարցներ, որ ինչու Հիսուս արսանիքի ժամանակ ջուրը քինիի փոխեց։ Ուզում այստեղ իբրև եկեղեցի հստակորեն բացատրել ցեզի, որ այդ ժամանակ նախ 3 անգամ ավելի դգար էր ալկոհոլին քանակը ջուրի մեջ, ջուրով գխառնեին, եւ շատ անգամ իբրև բժշկարար բան գործածեին, բնավ քինովնալու համար չէր, մարդիկ գային, որ գործածեին քինովնալու համար, շատ խմելով, բայց շատ ավելի դժվար էր քինովնալ։ Վստահ որ Հիսուս քինովության համար չրավ այդ մեկը։ Հիսուս ուզեց այդ մեկով ցույց տալ, որ ինքն է հրաշագործը. He wanted to reveal himself as the one who performs the miracle. Բայց ինչու հոս կխոսի Սուրբ Հոգիով լեցվեցեք կսե փոխանակ քիրովնալու, որովհետև մարդիկ քինովությունը կգործածեն ինչու համար, ուրախության համար, փոխվելու համար։ Մեկ հատ մոդեռնիզ փոխվի, չէ՞։ Մորնանք այս դերդերը, մորնանք այս ցավերը։ Բան մնալ չես մորնալ։ Հաջորդ արդու քխուցավով գարտնաս։ Չէ՞։ Բան մնալ չես մորնալ։ Բան չի բժշկվիր։ Այդպես։ Սուրբ Հոգիով լեցվելով կմխիթարվիս։ Սուրբ Հոգիով լեցվելով կնորոգվիս։ Եվ Հիսուս կկործածի այս օրինակը, որովհետև գսե մարդիկ մարմինի խաղապարը կհասկանան, մարմինին օրինակը կհասկանան, people understand carnal examples։ Եվ գսե փոխանակ այդ մեկով գտնելու ծեր ուրախությունը, այսինքն բարապ բաներով փորձելու ծեր կյանքը լեցնելով, լեցուցեք Սուրբ Հոգին լեցունությամբ եւ դուք պիտի մխիթարվիք։ Օրինակ ցեզի Հիսուս Ղուկաս 20-ի մեջ Luke 20, երբ որ Հիսուս աշակերտները գղրգե բժշկություն ունելու եւ աշակերտները գուքան Հիսուսին եւ գսեն թևերը մեզի գնազանտին, հիվանդները կբժշկվին, Հիսուս Աստվածաշունչը մեզի գսե, որ Հիսուս գսե In that hour Jesus rejoiced in the spirit. Հիսուս հոն Սուրբ Հոգիով հրճվեցավ,
ուրախացավ։ Ուրեմն բամը գա որ ուրախություն գխոսի քու պայմաններդ անգախ, irrespective of the situation you're in։ Անգախ քու բաժիններդ դերն է քու բաժինդ։ Դերն է իմ բաժինս։ Չէ՞։ Աստվածաշունչը գսե որ դերն է քու բաժինը, դերն է քու ուրախությունդ։ Եվ ուրիշ բան ագուզեմ ցեզի խոսիլ մուդի մասին։ Ով մուդ ունի։ Ով մուդի է ով մուդի ով Մեկը չգա մենք ցած սուրպերեկոս Who is moody? Moody, այսինքն դրամատրության այսպես հովեր ունի, դրամատրությունը կփոխվի վեր եւ վար։ Ով այսպես բաներ ունի։ Okay, միան 4-5 օքի։ Ամեն մարդ մուդ ունի, չէ՞։ Պատկերացեմ ցեզի ես օրինակ ցեզի սեմ ընդհանրապես եւ որ մեկում է դստես որ այսպես ուրախությամբ երկելով կամ սուրճի կավատով կամ դեղմ երթալով այսպես խենտի պես ուրախ է, շատ անգամ ամենամեծ փոթորիկները 5 վայրկյան վերջ կլան։ Ամենակեշ փոթորիկները։ Որը մուդը, չեմ ասել մուդը սխալ բան է, բայց մուդը խափող բան է։ Մուդը կխոսի փախուստի մասին, escape։ Պայմանով մգուկա, լավ բանով մգուկա, մուդ գլա։ Ես գիտեմ հիվանդներ, որոնք շատ դժվար կյանք ունին, մեկ օր մը գանտիբի սիրեն, շատ ուրախ են։ Հասարակորդ որ իմանաս, որ անստասպան եղած են։ Եղած են ինձ այսպես հիվանդներ ունենամ։ Օրինակ կուտամ քեզի, որ մուդը մարդը գխափե եւ այսպես խենթ վիճակի մեջ կտնե, օրինակ հարսանիքներու մուդը ով դեսած է։ Ամեն մարդ կարծեմ, հայերը լավ հարսանիք գիտեն, չէ՞։ Ամեն մարդ կարծես թե երկինքի արկայությունը գաբրի երկրի վրա, չէ՞։ Հասարակորդ արդու գելեն, բամը չէ փոխված, չէ՞։ Բայց ուրեմն գսել գուզեմ որ ուրախությունը եւ մուդը լման դարբեր բաներ են։ Գնաս լավ մուդ ունեցող մեկը լալ, որ շատ դխուր անց է, գոդրված անց է, գնաս մեկը լալ, որ Աստծո ուրախությունը ունի։ Ուրախություն ունեցող մարդը յոյո չներ այսպես։ Այո գունենա ուրախ մուդ։ Ուրախ արիտներու մեջ մուդը պիտի լավանա։ Շատ բնական բան է։ Դխուր արիտներու մեջ մուդը պիտի իջնե։ Բայց քու մուդովը չես ապրիր հավատքի կյանքդ։ Մուդս վարը եկեղեցի չեմ երթար, մուդս վարը չեմ գարտար։ Մուդս վարը մեղքի մեջ կինամ։ Մուդս վարը գահայույեմ։ Չեմ ներասպաները, բայց ես գսեմ որ այսինքն ասել գուզեմ ցեզի որ մուդի հետ գաբված կյանք ապրիլը շատ վտանգավոր բան է։ Հասկանաք։ Մուդի հետ կյանք ապրիլը շատ վտանգավոր բան է։ Հիսուս մուդով չէր քալեր։ Հիսուս ուրախությամբ կքալեր։ Աստվածաշունչը մեզ գսե իր աչքերը դրած էր այն ուրախության վրա, որ կսպասեր իրեն եւ մեզի։ He had his eyes set on the joy that would come to his church. Եվ անամար գսե մենք ալ նայենք Հիսուսին այդ ուրախությամբ, որ ինքը ուներ։ Ուրիշ բան մտածես է մուդի հետ կապված։ Նորեն մուդի մասին խոսենք։ Գիրեք եւ որ Հիսուս հրաշք մներ, քիշերմը ամբողջ թևերը ազատ գարցագեր, ասեն թևերը մարդիկ ազատ գարցագեր, թևերը կփախչեին, he would cast demons out, եւ ամիջապես արդու գանուխեն գերտար, եւ ինքզինքը գարանցնացներ, he would go to a lonely place to be alone with the Father. Ինչու համար այդպես կներ Հիսուս։ Եվ որ 5000-ը գերագրեց, անմիջապես գսե Matthew 14:22 immediately Jesus made the disciples get into the boat and go on ahead of him to the other side while he dismissed the crowd. And after he had dismissed them, he went up on a mountainside by himself and prayed. Jesus հրաշքներն վերջ միշտ կերտար առանցինը լալոր. John 6:15 Jesus knowing that they have intended to come and make him king by force withdrew again to a mountain by himself. Անմիջապես Հիսուս գիտնալով որ իրեն թակավոր պիտի ուզեն, ինչ ավոր բաներ կլան իրեն հետ։ 5000 կգերագրե, թևերը դուրս կքշե, հիվանդները կբժշկե, մուդ գրնակալ չէ։ Ինչ ավոր է ամեն ինչ։ Բայց մեկ հատ ապդակ մգուդես հաջորդ օրը։ Գարտնած քեզ ինչպես հոնդեղեն հոսինգա։ Ես սորված եմ ասիկ, ամեն անգամ որ Աստուծո համար ծառայությունը լավ բան լա, ես գիտեմ որ մարդու մեկը կպատրաստվի հաջորդ օրը։ Սատանայի մասին խոսեմ։ Չէ, ամեն անգամ որ Աստուծո համար լավ գործ մնես, նվիրված կյանք ապրիս, Սատանան իր կպատրաստի իր բանակները։ Ասի չեմ ասել որ վախնաս, պետք չունիս անգամ մտահոգվել։ You don't need to concern yourself with what he's going to do. Դու մեկ մտահոգություն պետք է ունենաս։ Որ դու Աստծո ուրախությամբ մնաս, Աստուծո մեջ խաղաղությունը ունեցող մեկը լաս։ You should be somebody who constantly is filled with the Holy Spirit. Իր մխիթարությունը Սուրբ Հոգիով ունի, he finds comfort in the Holy Spirit. Եվ ուրախությամբ գաբրի։ Ես անցյալ շաբաթ աղոթքի վիճակի մեջ
ցեզի հետ մի քանի հոգի հետ բաժնեկցեցա, որ այսպես ամեն ինչ ծանր էր, everything was heavy։ Շատ ծանր էր եւ շատ ծանր էր վիճակ մգար, եւ հանգարց լեզու խոսելու սկսա, եւ լեզու խոսելեն վերջը, քանի մի վարգեմ վերջ ամեն ինչ կացած էր։ Ամեն ինչ փոխված էր։ Պայմանները տերոն էին, all the situations were still ahead of me, բայց ես մխիթարված էի։ Ամբողջությամբ մխիթարված էի։ Եվ շաբթվա մեջ բալվելին հերացայնեց, եւ ասա որ ինչպես է սկացի սիրտիս վրա որ գուզեմ քեզի գանչել եւ խոսիլ հետ, որովհետեւ սկացի որ ծանր բանը մգանցնի, ասի որ այո, սիփայց գուզեմ քեզիսել որ երբ որ գաղոթեի, սկացի որ դերը մխիթարեց, ասա ես ալ նույն բանը սկացի։ Այսինքն Աստուծո ներկայությունը կարող է մխիթարություն տալ քեզի, ուրախություն տալ քեզի։ Եվ դու չլաս մուդի հավատացիալ։ Okay։ Օրինակ մնալ ցեզի դամ, ով գիտե Եղիային պատմությունը այստեղ։ Կարծեմ բոլորս։ Էլայժա, չէ՞։ Եղիան ինչ երավ 450 մարգարեները, սուտ մարգարեները սուրե անցուց։ Երկինքեն գրակ բերավ, չէ՞։ He restored true worship in Israel and killed 450 prophets of Baal. Եվ երկիրը վերադարձուց Աստուծո։ Հաջորդ օրը ինչ եղավ։ Մեկ ինձ օգնի աստեղ։ Հաջորդ օրը ինչ եղավ։ Ով խոսեցավ իրեն հետ։ Հոն է բարասխանը։ Հեզապել ինչ խոսեցավ իրեն։ The Queen Jezebel ինչ եղավ։ Իրեն անեց գրգեց։ Սա որ վաղը արդու ես քեզի բիդնեմ ինչ որ դու ասոն սրիր։ I will do to you the same as you did to those prophets. Եվ Եղիան որ երկինքեն գրակ բերած էր, Եղիան որ հրաշք կործած էր, Եղիան որ անցրև գեցուցած էր երկիրեն, դարիներով, այդ նույն Եղիան փախավ իր կյանքին համար եւ մեռնի լուզեց։ Մուդ։ Չէ, ինչու համար, որովհետեւ պատրաստված չէր եղածին, պատրաստված չէր քալիքին, իր փորձառությամբ, he was not prepared for what was going to come next։ Հիսուսին ամեն օր գործեին սպանել։ Բողոս արաքյալ գսե մենք շարունակ հալածանքի մեջ ենք, բայց չենք կոդրվիր։ Շարունակ փերիդակ ենք, շարունակ փանդերու մեջ ենք, շարունակ ձեզ գուտենք գսե, բայց մենք մխիթարված ենք։ Եվ ինչպես ցեզի գսե միշտ Բողոս իր նամակներուն մեծ մասը փանդերեն գկրե։ Մեծ մասը փանդերեն գկրե։ Okay, վերջին բաժինը գուզեմ խոսի նկարակիրի մասին, շատ կարևոր է։ Սուրբ Հոգին նշաններեն մեկն է քու նկարակիրդ։ Սուրբ Հոգին աշխատի եւ մեծ կարևորություն կուտա քու նկարակիրիդ։ Our character is very very important։ Եվ որ եկեղեցին գուզեր ծառայողներ ընտրել, եւ ասի գուզեմ լավ գիտնակ աբակային համար։ Եվ որ եկեղեցին մեկը գուզե ծառայության մեջ, if somebody wants to serve, եկեղեցի միշտ գնայի, ես չեմ ուզեր մեկը որ շատ կարող է։ I'm not looking for somebody who has a lot of abilities. I'm looking for somebody who is filled with the Holy Spirit։ Եկեղեցին գսե աշակերտները կորց արաքելոց 6-ին մեջ գուզեին օգնություն եկեղեցին մեջ։ Եվ գսեին մենք պետք է կարոզենք, մենք պետք է մարդոց երթանք։ Պետք ունենք օգնության, we need help։ Մարդիկ որ կան եւ օգնեն ուրիշ գործերուն, ջաշերուն համար, մարդիկ որ օգնեն աբրանքները տասավորելու համար, մարդիկ որ պիտի օգնեն որ աղքատներուն հասնենք, պետք ունենք օգնության, we need help։ Ուրեմն եկեղեցին չընտրեց բարի մարդիկ։ They didn't select good people only. They selected people who were filled with the Holy Spirit and with wisdom. Acts chapter 6։ Ես եկեղեցին ընտրեց ծառայողներ, որոնք նշաններ ունեին, որ Սուրբ Հոգիով լեցված էին եւ իմաստություն ունեին։ Ինչպես գիծավ եկեղեցին այս մեկը, ուրեմն նշաններ կային ասոնց կյանքին մեջ։ Մենք պետք է մեր կյանքի մեջ նշան ունենանք, որ մենք Սուրբ Հոգիով լեցված ենք։ Քո խոսակցությունները ինչ կցուցնեն։ Your talks, your speech, what and who do they reflect? Մենք շատ անգամ գսենք որ ես դգար մարդ եմ, չէ, այ դգար մարդ ես, բայց դու թակավորության տեսփան ես, you're an ambassador of the king։ Քու գադակներդ ինչ կխոսին քու սիրտիդ մասին։ What are your jokes telling about yourself? Աստվածաշունչը մենք գսե there shouldn't be any crude jokes coming out of you։ Պետք չէ որևէ անմաքուր գադակ կա դուրս քեզ մեջ։ Մենք շատ անգամ բաներ գտիտենք, որոնք գիտենք որ շիրակ չեն։ Չէ՞, գսենք որ հաջելի է կամ օքեյ է։ Չէ, օքեյ չէ։ Աստուծո հետ օքեյ չէ։ Մենք օքեյ ռածենք, օքեյ չէ։ Գուզեմ ցեզ իսել որ ասով հայելին, մեր կյանքերը հայելի են։ Պետք է նայենք մեր կյանքերուն եւ ասենք որ ես եթե գուզեմ Աստծո կորձը անել, պետք է փափակիմ որ Սուրբ Հոգին իմ կյանքս փոխագերբե, իմ նկարակիրս փոխագերբե։ Եվ վերջացնենք այս համարով Խաղադացիս 5 Galatians 5 22-23
Սուրբ Հոգին բդուղներում մասին, but the fruit of the Spirit is love, joy, not mood, peace, forbearance, kindness, goodness, faithfulness, gentleness, and self-control. Against such things there is no law. Հայերենով ալգարտանք Սուրբ Հոգին արդյունքներն են սեր, ուրախություն, խաղաղություն, համբերադարություն, ազնվություն, փառություն, հավատարմություն, հեզություն եւ ժուժգալություն։ Ամեն։ Եկեք Աստծո առջև գնանք այս փափակով, որ Սուրբ Հոգին, որ այսօր քու կյանքիդ մեջ Աստծո սիրտը գահիտնի, the Holy Spirit who reflects the heart of God in your life, զորացնեք եզի, որովհետեւ այս բդուղները ունենաս։ Բոլորս այս բդուղներում բագասը ունենք։ Չափով մգամ ուրիշ։ Ամեն օր չէ որ այս 9 բդուղները ունիս։ It's not every day that you have all these 9 fruits, but it is something you should seek։ Համենե որ պետք է փափակիս։ Ու կյանքդ պետք է այս բոլորը ունենա, իրավունքը թե։ Մի զրգերինք զինքդ այդ իրավունքը։ Don't deprive yourself of that privilege. Amen.